Ղուկաս ավետարանիչը ծննդյան դրվագները ամփոփում է կարծես թե հետաքրքիր մի դրվագով, որ 40 օրեկան Տեր Հիսուս Քրիստոսի տաճարին հնձայման պատմությունն է մեզ ներկայացնում։ Այս մասին մենք նախանցյալ հաղորդման ընթացքում շատ կարճ խոսեցինք այն իմաստով, որ ներկայացրեցինք Ղուկաս ավետարանչի 2-րդ գլխի 21-ից 24 համարները, որտեղ մի քանի ծեսերի, սովորությունների, օրենքների մասին էր խոսվում, նախ թլպատման, ապա մաքրության օրերի, ապա երեխայի տաճարին ընծայման պատմություններ եւ ներկայացվում էր նաեւ փրկագնման դրվագը։ Ուրեմն տաճարին ընծայման այս օրենքը, որ նախորդիվ խոսվել է, Ղուկաս ավետարանիչը կարծես ավելի բացված ներկայացնում է Սիմեոն ծերունու հետ հանդիպման դրվագի մեջ։ 2-րդ գլխի 25-րդ համարից սկսած մենք կարդում ենք հետևյալ սքանչելի պատմությունը։ Ղուկասն ասում է, որ այնտեղ Երուսաղեմում մի մարդ կար, Սիմեոն անունով, որ ավետարանչի բնորոշմամբ արդար եւ աստվածավախ մեկն էր եւ հատուկ է այս բնորոշիչները ներկայացնում, որովհետեւ արդար նրանք էին համարվում, ովքեր որ օրենքը պահողներն էին, իսկ աստվածավախ էր նա, ով այսօրվա իմաստով էլ Տիրոջից երկյուղ ուներ եւ իր կյանքը ապրում էր այնպես, ինչպես որ մեկը կապրեր, եթե վստահ լիներ, որ իր ամեն քայլը Աստծո աչքի առաջ է։ Ուրեմն այս մարդը Սիմեոն անունով արդար եւ աստվածավախ էր եւ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը եւ Սուրբ Հոգին նրա մեջ էր։ Առաջին հայացքից պարզ նկարագրություն տվացող այս խոսքերի մեջ Ղուկաս ավետարանիչը շատ մեծ խորք է դնում իրականում։ Երբ որ ասում է նաեւ Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, մի պահ այսօրվա ընթերցողը կարող է տարօրինակ զգալ իրեն, ինչ է նշանակում Իսրայելի մխիթարություն։ Արդյոք սա միայն քաղաքական իմաստով Իսրայելի դժվար կացությունից դուրս գալու մասին էր, որը ինչ որ չափով ճշմարիտ է, այո, Իսրայելը այդ ժամանակ ընդհանուր առմամբ Պաղեստինի տարածքում էր, տարածքը Պաղեստինին էր եւ գտնվում էր Հռոմի կայսրության իշխանության ներքո եւ ձգտում էին ազատագրման։ Բայց երբ որ ասվում էր հրեական գրականության մեջ, թե սուրբգրային եւ թե ռաբբինական գրականության մեջ, երբ որ խոսվում էր Իսրայելի մխիթարության մասին, մխիթարիչ ասելով բառացիորեն եբրայերեն մենախեմ բառն է, որ բառացիորեն նշանակում է մխիթարիչ եւ ասում էին այն դեպքում, երբ խոսում էին Մեսիայի մասին։ Ուրեմն, երբ որ ասում է թե այս Սիմեոն անունով մարդը Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, ուզում է ցույց տալ, որ սա մեկն էր, որ սպասում էր Մեսիայի գալուստին, որ սպասում էր Մեսիայի հայտնվելուն, որը պիտի փրկություն բերեր իր ժողովրդին։ Եվ ոչ միայն քաղաքական իմաստով, այլ շատ ավելի իրենց հոգևոր ներքին կյանքը բարելավելու հոգևոր բարձր, ուրեմն մաքրության հասնելու իմաստով։ Ավելի ուշ շրջանի պատկանող եկեղեցական ավանդության համաձայն Սիմեոնը այն թարգմանիչներից մեկն էր, որ Քրիստոսից առաջ 3-րդ դարում, հավանաբար 272 կամ 271 թվականին թարգմանում էին 5 տակարանը եբրայերենից հունարենի, հունախոս հրեաների համար LXX կամ Septuaginta կոչված թարգմանության մասին է խոսքը, եւ ասում են, որ Սիմեոնը իբրև թարգմանիչ պիտի թարգմաներ Եսայի մարգարեությունը, եւ երբ որ հասնում է Եսայի մարգարեության 7-րդ գլխի 14-րդ համարին, հռչակավոր համարին, որտեղ մարգարեն ասում է, որ ահա կույսը պիտի հղիանա եւ մի զավակ պիտի ծնի, որի անունը պիտի լինի Էմանուել, ավանդությունն ասում է, որ Սիմեոնը այս հատվածը երբ որ կարդում է, իրեն տարօրինակ է թվում եւ չի կարողանում պատկերացնել կամ չի հավատում նույնիսկ եւ նույնիսկ ասում են, որ ննջում է այս հատվածը թարգմանելու վրա, չի կարողանում գրել, հետո երբ որ զարթում է ոսկե տառերով է տեսնում այդ հատվածը գրի առնված եւ իմիջիալուս մեր ձեռագրերը, եթե ուշադիր լինենք, շատ ձեռագրեր ունենք, որոնց Եսայի մարգարեության հենց այդ հատվածը 7-րդ գլխի 14-րդ այս համարը, որտեղ խոսվում է կույսի հղիանալու եւ զավակ ունենալու մասին, որի անունը Էմանուել պիտի լիներ, այդ հատվածը ոսկե տառերով է սովորաբար գրված եղել, եթե ձեռագիրը թանկարժեք է իհարկե։ Ուրեմն ասում են, որ սա է պատճառը, որ Սուրբ Հոգուց իրեն տրվում է, ուրեմն պատգամ կամ հավաստիացում, որ դու այնքան ժամանակ պիտի ողջ լինես, մինչև որ այդ մարգարեության իրականացումը տեսնես։ Անշուշտ չենք կարող ասել իրական է սա, թե պարզապես գեղեցիկ բանահյուսություն, որ հոգևոր իմաստ ունի, բայց Սիմեոնը մեկն էր, որ փնտրում էր Իսրայելի մխիթարությունը, սպասում էր Մեսիայի գալուստին։ Իսկ Սիմեոն անունը բառացիորեն ինքը կարճ տարբերակն է կամ պարզեցված տարբերակն է
Շմավոնի, որ Շմայել է հնչում եբրայերով, կամ Շմայահ, կամ Շմայել, որ նշանակում է Աստված լսեց, կամ Յահվեն լսեց։ Հավանաբար Սիմեոնի աղոթքն էր, որ արժանանար Տիրոջ օծյալին, Տիրոջ փրկչին տեսնելու, որովհետև հետո իր օրհներգության մեջ մենք սա տեսնելու ենք, որովհետև ասում է այժմ ով Տեր արձակիր քո ծառային։ Ինչևէ, այս Սիմեոնը արդար եւ աստվածավախ մի մարդ, որ փնտրում էր Իսրայելի մխիթարությունը եւ Սուրբ Հոգին նրա մեջ էր, ուներ խոստում Սուրբ Հոգուց, որ չպիտի մահ տեսնի, մինչեւ որ Տիրոջ օծյալին տեսնի։ Եվ ահա Տիրոջ հոգով առաջնորդված Սիմեոնը գալիս է տաճար եւ երբ որ ծնողները Հիսուս մանկանը բերում են, որպեսզի նրա վրա կատարվի այն, ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը իր գիրկն է առնում մանկանը, ծերունազարդ մի մարդ, որ հայտնի էր իր աստվածավախ եւ արդար կենցաղով, վարքով, բարգով, իր գիրկն է առնում մանկանը, օրհնում է Աստծուն եւ ասում է հայտնի իր օրհներգը, որ հետո նաեւ կաթոլիկ հատկապես երկեցողության մեջ հիմն է դարձել եւ շատ կիրառական է։ Ուրեմն Սիմեոնն ասում է այժմ ով Տեր խաղաղությամբ արձակիր քո ծառային ըստ քո խոսքի, որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առջև։ Լույս, որ հայտնություն կլինի հեթանոսների համար եւ փառք Իսրայելի քո ժողովրդի համար։ Ուրեմն Սիմեոնի օրհներգն է սա, որտեղ ինքը սկսում է Աստծուն Տեր ասելով եւ իրեն ի հակադրություն Տիրոջ ծառա անվանելով։ Հետաքրքրական է, որ շատերը կարծել են նաեւ, կարծիք է շրջանառվել, որ Սիմեոնը միգուցե նաեւ հետո քահանայության մեջ հայտնվեց, քահանա դարձավ, բայց որևէ հստակ տվյալ չունենք այս մասին, բայց նույնիսկ եթե հետո պիտի քահանայագործեր, որովհետև տեսնում ենք նաև Սիմեոնին օրհնելուց Մարիամին եւ Հովսեփին, քիչ հետո այս մասին կխոսենք, բայց ամեն դեպքում Սիմեոնը մեկն էր, ով իրեն ծառայի կերպարանքով էր ներկայացնում ամենակարող Տիրոջ առջև։ Տեր բառի համար օգտագործում է դեսպոտես բառը հունարեն, որ այսօրվա հնչողությամբ մեզ տարօրինակ է հնչում, բայց հունարենում կա եւ 5 տակարանում շատ անգամ հենց Աստծու համար այս բառն է օգտագործվում եւ իրեն որպես բառացիորեն ծառա, ստրուկ է ներկայացնում Սիմեոնը։ Բայց հետաքրքրական է նաեւ այն, որ Սիմեոնը մեկն էր, որ իր կյանքը իմաստավորեց Տիրոջը փնտրելու ճանապարհի վրա կանգնելով եւ որ տեսավ, երբ որ վստահ եղավ, որ սա փրկիչն է, օծյալ Տերն է, իր համար կյանքը այլևս շարունակելու մեծ հաշվով իմաստ չկար։ Եվ այստեղ է, որ Սիմեոնն ասում է, այժմ բավարար է, ես տեսա փրկությունը եւ կարող ես ինձ արդեն ճանապարհ դնել ով Տեր, որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկությունը ըստ քո խոսքի։ Եվ հետաքրքրական է, որ մինչ այս, երբ որ խոսվում է Մեսիայի մասին, Զաքարիան է օրհներգությունը իր ներկայացնում չէ, նախորդիվ մենք հիշում ենք հաղորդումների մեջ խոսել ենք, Մեսիայի մասին խոսվում է որպես դերակատարի, որը առավելաբար հրեաներինն էր, Իսրայելինն էր, Աստծո ընտրյալ ժողովրդինն էր, բայց այստեղ Սիմեոնը հետաքրքիր մի նոր նրբերանգ է բացահայտում, շատ կարևոր շեշտադրում է անում, ասում է լույս, որ հայտնություն կլինի հեթանոսների համար։ Ուրեմն խոսում է այն մասին, որ այս իրադարձությունը Մեսիայի գալուստը ոչ միայն Իսրայելի համար է, ընտրյալ ժողովրդի համար է, որը այո, որի համար փառք պիտի լինի սա, բայց նաև լույս պիտի լինի, հայտնություն պիտի լինի, լուսավորման ճանապարհ պիտի լինի բոլոր հեթանոսների համար։ Ուրեմն օրհներգը ավարտելուց անմիջապես հետո նորից Ղուկաս ավետարանչի խոսքն ենք տեսնում, իբրև հեղինակի, Ղուկասն ասում է, որ եւ նրա ծնողները, եւ նրա հայրն ու մայրը զարմանում էին բոլոր այն խոսքերի համար, որ ասում էին մանկան մասին։ Եվ այստեղից հստակ է դառնում, որ միայն Սիմեոնը չէր խոսում, ուրիշ մարդիկ էլ խոսում էին, խոսակցություններ կային, կարծիքներ էին հնչում եւ զարմացած էին այս մարդիկ, ծնողները զարմացած էին։ Եվ ապա Ղուկասն ասում է, որ Սիմեոնը օրհնեց ծնողներին եւ ասաց նրա մորը Մարիամին. Ահա սա նա է, որ Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման պատճառ պիտի դառնա եւ նշան հակառակության։ Եվ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ բացահայտվեն։ Ուրեմն
Առաջին հատվածը Սիմեոնի խոսքի օրհներգություն էր, սա երկրորդ հատվածը մարգարեացում։ Մարգարեացում հետևյալ իմաստով, նախ Քրիստոսի մասին եւ ապա Աստվածամոր մասին։ Քրիստոսի մասին այն իմաստով, որ Քրիստոս պիտի պատճառ դառնա շատերի անկման եւ բարձրացման։ Այն իմաստով, որ շատ-շատերը, ովքեր որ պիտի իրենք առաջին հերթին Տիրոջը ընդունողներ լինեին, ինչպես փարիսեցիներն, օրենսգետներն ու քահանայապետերն էին, իրենք պիտի անկում ապրեն, որովհետև իրենք չպիտի ճանաչեն օցիալ Տիրոջը։ Եվ այն իմաստով բարձրացման, որ շատ-շատերը, ովքեր որ ընդհանրապես մեղավոր եւ ոչ մի բանի արժանի չէին համարվում, մաքսավորներ, մեղավորներ, տարբեր պաշտոնի մարդիկ, պարզ մարդիկ, հասարակ ձկնորսներ, Հյուստոն եւ այլ բոլոր նրանք, որ այս քահանայական դասը հոգևոր վերնախավը այդ ժամանակվա վերևից էր նայում, այս մարդիկ պիտի բարձրանային, պարզ ձկնորսները կրթություն չունեցող պիտի բարձրանային, իսկ նրանք, ովքեր որ կոչված էին ճշմարտությունը տեսնելու, անկում պիտի ապրեին։ Եվ ապա նաև ասում են նշան հակառակության այն իմաստով, որ ոչ թե Քրիստոս պատճառ է դառնում, որ մարդիկ իրար հակառակվեն, ինչը եւս տեղի ունեցել է եւ տեղի պիտի ունենա, այս մասին էլ ավետարանը խոսում է, բայց նաև Հիսուսին հակառակվելու իմաստն ունի, որտեղ շատերը հենց իր ազգի միջից, յուրայինների միջից Տեր Հիսուս Քրիստոսին հակառակվեցին։ Եվ երբ որ դառնում է Մարիամին եւ նրա հոգու միջով սուր անցնելու, ուրեմն դրվագն է ներկայացվում, որ քո հոգու միջով պիտի սուր անցնի, որպեսզի շատ սրտերի խորհուրդներ բացահայտվեն, վերստին խոսվում է այն մասին, որ Մարիամը պիտի դժվարությունների, դառնությունների ու նեղությունների միջով անցնի, որտեղ ինքը պիտի տեսնի ճշմարտությունը, պիտի տեսնի այդ ճշմարտությունը չընդունող իր բարեկամներին ու ազգակիցներին եւ շատերի միտքը, խորհուրդները, ներքին ապրումները պիտի բացահայտվեն։ Առաջին իմաստով ավետարանում այս խոսքը ասվում է բացասական շեշտադրմամբ, այն իմաստով, որ Մարիամը պիտի տեսնի իր որդու չարչարանքները, խաչելությունը, բոլոր այն տառապանքները, որի միջով Հիսուս անցնում է եւ պիտի տեսնի շատերի սրտերի խորհուրդները, այն իմաստով, որ այդ սրտերի խորհուրդները պիտի հակառակ լինեին Հիսուսին եւ չպիտի ընդունեին նրան։ Բայց նույն այս խոսքը կենթանի է եւ խորհուրդ ունի նաեւ հետեւյալ իմաստով։ Մարիամը իր հոգու միջով սուր անցկացնելով, ամբողջ այդ տառապանքի, չարչարանքի ճանապարհն անցնելով ինքը կարողացավ նաեւ հասկանալ շատ տառապող անձանց սրտերի խորհուրդները։ Այս է պատճառը, որ հետագայում անշուշտ հատկապես շեշտված է այս հանգամանքը կաթոլիկ աշխարհում, արևմտյան քրիստոնեական ընկալումներում, բայց Աստվածամորը մենք պատկերացնում ենք նաև որպես մայրիկի, որպես սրբուհու, որը տառապողներին, նեղության մեջ գտնվողներին կարողանում է հասկանալ, կարողանում է նրանց խորհուրդները, սրտերի խորհուրդները ընկալել, որովհետև ինքը ամենածանր տառապանքի եւ փորձությունների ու չարչարանքների ճանապարհն էր անցել։ Այս դրվագից անմիջապես հետո Ղուկաս ավետարանը չներկայացնում է, եթե սկզբում Սիմեոն ծերունին էր, ծերունազարդ մի տղամարդ, ապա Ղուկաս ներկայացնում է մի կնոջ, ծերունազարդ տարեց մի կնոջ, եւ ասում է, որ այնտեղ Երուսաղեմում մի մարգարեուհի կար, որ անունն էր Աննա, եւ Սիմեոնին ի տարբերություն Աննայի մարգարե բառով չի բնորոշում, եւ ասում է, որ այս մարգարեուհին տարիքով շատ առաջացած էր, Փանուելի դուստրն էր ասերի ազգատողմից, սա կարծես թե ավելի հստակեցնելու եւ պատմականորեն ավելի կոնկրետ ներկայացնելու, որ իրական մարդու մասին է խոսում, ուրեմն այս Աննա մարգարեուհին տարիքով շատ առաջացած էր եւ Ղուկասի բնորոշմամբ ընդամենը 7 տարի էր ապրել ամուսնության մեջ իր կուսությունից սկսած եւ ասում է, որ մոտավորապես էլի պատմաբանին հատուկ հոտառությամբ եւ զգուշությամբ չի ասում, թե հենց ուղիղ 84, բայց ասում է գրեթե 84 տարեկան մի այրի էր, որը չէր հեռանում տաճարից եւ ծոմապահությամբ ու աղոթքով անդադար ծառայում էր Տիրոջը։ Նույն այս Աննան Սուրբ Հոգու առաջնորդությամբ Ղուկասն ասում է նույն ժամին, ուրեմն Սիմեոնի գարը նկատի ունի, երբ որ Սիմեոնը եկավ, նույն ժամին գալիս է նաև Աննան, գալիս է տաճար, եւ ասում է գոհություն էր հայտնում Տիրոջը, եւ մանկան մասին խոսում էր բոլոր նրանց հետ, ովքեր որ Երուսաղեմի փրկությունն էին սպասում, Երուսաղեմի փրկությանն էին սպասում։ Սիմեոնի դեպքում ասում է ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, Աննայի դեպքում ասում է սպասում էին
Երուսաղեմի փրկության, որ գրեթե նույնն է, սրանք զուգահեռ գնացող իրադարձություններ են կամ իրականություններ են, որտեղ որ թեման մեկն է՝ Մեսիայի գալուստով փրկության ճանապարհը բռնել։ Այս է։ Ուրեմն խոսում էր, բարձրաձայնում էր Աննա Մարգարեուհին մանկան մասին բոլոր այս ներկաների հետ։ Եվ ավարտվում է դրվագը նշելով, որ երբ որ անհրաժեշտ բոլոր կարգերը, սովորությունները, ինչ որ պետք էր անհրաժեշտ ամեն բան ըստ Տիրոջ օրենքի կատարեցին, վերադարձան դեպի Գալիլեա, գնացին դեպի իրենց քաղաքը Նազարեթ։ Հետաքրքրական է, որ Ղուկասը հատուկ է շեշտադրում անում եւ տղամարդու կերպար ներկայացնելով եւ կնոջ կերպար ներկայացնելով իբրև մարգարե։ Մենք ներածության մեջ հիշեցնեմ, որ Ղուկասի ավետարանը բնորոշել ենք նաեւ որպես կանանց ավետարան, որտեղ կանանց դերը եւ առաքելությունը շատ բարձր կերպով է նշված ավետարանչի կողմից։ Ավետարանիչը այս դրվագն ավարտում է պարզ եւ սքանչելի խոսքերով, ասում է, որ եւ մանուկն աճում ու զորանում էր լի իմաստությամբ եւ Աստծո շնորհները նրա վրա էին։ Մի դրվագ, որ տեսնում ենք բնորոշող թե Հովհաննես Մկրտչին եւ թե Տեր Հիսուս Քրիստոսին, եւ որ դեռ տեսնելու ենք հաջորդ հաղորդման ավարտին, Տիրոջ շնորհները նրա վրա էին եւ նա աճում, զորանում էր լի իմաստությամբ։